Երեկ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը հանդիպել են Ստամբուլում։ Այս հանդիպումը, որը ներկայացվում է որպես հարաբերությունների կարգավորման հերթական քայլ, բազմաթիվ հարցերի եւ առավել եւս լուրջ մտահոգություններ է առաջացրել։ Արդյոք այս դիվանագիտական շփումները իսկապես ծառայում են Հայաստանի շահերին, թե նրանց հետևում թաքնված են այնպիսի պայմանավորվածություններ, որոնց իրական գինը վտանգում է մեր ազգային անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Ինչ ենք իրականում ստանում այս շփումներից, բացի պաշտոնական հաղորդագրություններից։ Մենք կփորձենք հասկանալ հայ-թուրքական շփումների ներկա փուլը, զրուցելով փորձագետների հետ։ Հայ-թուրքական նորմալացման գործընթացը այն հաջողությունները կազմակերպել, 21 թվին է կազմավորվել, որևէ 4 տարի է ոչ մի առաջընթաց չի դեր ունեցել։ Ընդամենը թուրքական կողմը հայտարարել է, որ սահմանը բացում է երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագետների համար, բայց գործընթացը կոչվում է Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթաց, ոչ թե Թուրքիա երրորդ երկրներ։ Դրամաբանական է, որ բացում է Հայաստանի քաղաքացիների արժեբաց, ինչպես երրորդ երկրների արժեբաց։ Որում է հայտնի էլ գիտե, որ երկրներն են երրորդ երկրները։ Դե ժամում որևէ լուրջ հարց, մեկ հարց է, չես կարող քննարկել։ Հետևաբար այսպես դրա համար են ենթադրում, որ Էրդողանը համաձայնել է երևի, որ փակի արևմուտքի քննադատությունները, որտեղ հավանաբար դուք գիտեք, որ Եվրամիությունը չի վարկավորվում Թուրքիային, չի վարկավորվում Եվրամիության պետությունները նմանապես բանկերը եւ ոչ մի Եվրամիության բանկ վարկ չի դրամադրում։ Նույնն Միացյալ Նահանգների մասին։ Քանի որ միջազգային արժույթային հիմնադրամն համաշխարհային բանկը կողմնորոշվում է տվյալ երկրի հանդեպ Վաշինգտոնի իր կորոշումով նրանք չեն ֆինանսավորում։ Նույնիսկ հերոստատուսությամբ եմ նստել օպոզիցիոն կանալից, նույնիսկ պատրաստ է 40-45% կարճաժամկետ վարկ վերցնել, որ ուրիշներին կարճաժամկետ վարկը 24% դրամադրում, նույնիսկ այդ դեպքում մերժում է։ Մինչ քաղաքական վերլուծաբանները քննարկում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դիվանագիտական եւ անվտանգային ռիսկերը, շատերն ունեն մի հիմնարար հարց. ինչ կտա այս սահմանի բացումը Հայաստանի տնտեսությանը։ Հայաստանին հայ-թուրքական սահմանի բացումը ոչ մի օգուտ չի բերելու։ Թուրքական ներմուծումը հայկական շուկան քանդելու է հատկապես գյուղատնտեսական ապրանքների իմաստով, մնացած ապրանքների իմաստով դա կլինի շինարարությունը, դա հագուստը, արդեն իսկ թուրքական ապրանքը միջնորդ երկրների միջոցով, Վրաստանի միջոցով, նույն հայ գործարարները առանց արգելքների բերում են։ Այսինքն այդ բացումը ոչինչ չի տալու, բացի մեր տնտեսության մեջ առանձին ճյուղերի քայքայումից եւ նրանց տնտեսական բովանդակության զրկումից։ Այս իմաստով Թուրքիայից կախվածություն ունենալու խնդիրը կարծում եմ իրատեսական չէ, որովհետև Թուրքիան մեզ վարկ չի տալիս, Թուրքիան վարկառու այդ շրջանառու միջոցներով չի կարողանալու Հայաստանում տնտեսական քաղաքականության հետ կապված որևէ խնդիր եւ լրացուցիչ լծակներ ձեռք բերել։ Թուրքերը չեն էլ շտապում եւ չեն էլ աշխատում այդ ուղղությամբ, դες անկեղծ ասեմ։ Այլ բան է, որ ներկա քաղաքական վարչախումբը փորձում է ամեն ինչ ծախել, ամեն ինչ ներկայացնել, ամեն ինչ հանձնել, բայց թուրքական կողմից կոնկրետ տնտեսական իմաստով հետաքրքրություն մեկ չենք ներկայացնում։ Կոնկրետ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների հետ կապված ներկայումս Հայաստանի շրջանցող այդ ճանապարհները կան, այդ ճանապարհներից հայկական նրանք ոչ օգտվելու են, ոչ էլ կարծում եմ նորից միջանցքի հետ կապված այդ թեմատիկան առաջ է տանում, պարզապես առաջ է տանում որոշակի մեծ ծրագրի մաս լինելու հետ կապված որպես բաղադրիչ, դա լինելու է ադրբեջանցիների վերադարձը Սյունիք եւ մոտ ապագայում Սյունիքում բնակչության թվի մեջ ադրբեջանցիների քանակական աճը եւ տեսակարգի աճի համար կարծում եմ դա Հայաստան Հանրապետությունը ընդհանրապես պես չի, ովքեր որ պնդում են, որ այդ միջանցքը մեզ առավել հնարավորություն տալիս, նրանք ընդհանրապես թուրքական գործակալներ են։ Ոլորտի փորձագետների գնահատականները մտահոգիչ են եւ մերկացնող։ Նրանք զգուշացնում են ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերը, Թուրքիայի կողմից Ադրբեջանի շահերի անվերապահ պաշտպանությունը եւ ինչպես տնտեսագետներն են պնդում, հնարավոր տնտեսական աղետը։ Այս ամենը շարունակում է մնալ օրակարգում։